Ես Արա Գյուլերն եմ։ Ինձ անվանել են Ստամբուլի աչք և Ստամբուլի լուսանկարիչ, բայց ես միշտ ինձ համարել եմ պարզապես տեսողական պատմաբան։ Ես ծնվել եմ 1928 թվականին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում, հայկական ընտանիքում։ Մանկուց շրջապատված էի բոհեմական մթնոլորտով։ Հայրս Իստիքլալում դեղատուն ուներ, իսկ նրա ընկերների թվում շատ դերասաններ և նկարիչներ կային։ Սկզբում ես երազում էի կինոյի մասին և դրամատիկական դասեր էի ստանում, բայց ճակատագիրը ինձ համար այլ ուղի ընտրեց՝ ֆոտոլրագրություն։ Ես սկսեցի աշխատել Ստամբուլի հայկական թերթերում։ Հայերը այստեղ շատ հարուստ էին, գործնականում տիրապետում էին քաղաքի կեսին։ Իմ առաջին լուրջ հոդվածը Քումքափը թաղամասի հայ ձկնորսների մասին էր։ Հետո ես աշխատեցի Յենի Ստամբուլում, ապա Հյուրիեթում, իսկ 1958 թվականին աշխարհը բացեց իր դռները ինձ համար։ Իմ լայկա փոթոխցիկով ես ականատես եղա մի դարաշրջանի։ Ես լուսանկարեցի չէր, բայց ամենակարևորը, ես իմ կյանքը նվիրեցի քաղաքիս, մասնավորապես նրա հայկական մասի մարող գեղեցկության պահպանմանը, լուսանկարելով նրա շոգենավերը, տրամվայները, նրա մշուշը և այն պոեզիան, որը սերունդները երբեք այլևս չեն տեսնի։ Ես թողեցի ավելի քան 800,000 լուսանկար, միլիոնավոր սառեցված պահեր։ Ինձ համար լուսանկարչությունը արվեստ չէ արվեստի համար։ Այն իրականության ճշմարիտ արտացոլումն է և կյանքի պահպանումը այնպիսին, ինչպիսին այն կա։ Ես երկար կյանք եմ ապրել, տեսել եմ այս աշխարհը իր բոլոր դրսևորումներով, և մյուս աշխարհից ես ձեզ նայում եմ առանց դառնության, բայց ժպիտով։ Իմ լուսանկարները մնում են։ Եվ քանի դեռ դրանք երևում են, ես շարունակում եմ ապրել։ Եվ ես ուզում եմ, որ ձեզանից շատերը հիշեն, որ Ստամբուլն ունի աներևակայելի հարուստ հայկական ժառանգություն։